մենք գնում ենք այն ճանապարհով, որ զենքերը լռեն, այդ ընթացքում պետք է խոսեն մարդիկ, պետք է խոսեն քաղաքական գործիչները, պետք է խոսեն քաղաքասարակության ներկայացուցիչները, մտավորականները, լրագրողները, քաղաքագետները, բիզնեսմենները։ Մենք միմյանց հետ պետք է խոսենք եւ որքան էլ տհաճ լինի, որոշ թեմաների, որոշ վայրերի, որոշ մարդկանց հետ խոսակցությունները, դա հաստատ ավելի տհաճ չի, քան սահմանին հնչող կրակոցները 18 տարեկան զինվորների ուղղությամբ։ Եվ սա մի հարց է, որ յուրաքանչյուր մարդը, որ հանրային հասարակական գործունեությամբ զբաղվում է, քաղաքականությամբ առավել եւս ինքը իրեն պետքա տա։ Այսինքն ինքը պատրաստ է այդ տհաճությունները կրել բարդ մարդկանց հետ բարդ թեմաների շուրջ սեղանի շուրջ նստած քննարկել, թե ինքը մտածում է, որ այդ գործը այդ տհաճությունը իր վրա, այդ բարդությունը իր վրա պետքա կրի սահմանագծին կանգնած զինվորը։ Մենք ընտրել ենք այդ ճանապարհը եւ մենք վաղուց ենք ընտրել այդ ճանապարհը, երբ որ մենք 2021 թվականին դուրս ենք եկել քարոզարշավի, նույնիսկ մինչև քարոզարշավի դուրս գալը 20 թվականի պատերազմից հետո մարզային այցերի ժամանակ մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք այդ բարդ խոսակցությունները, բարդ հանդիպումներ կրել մեր վրա, մեր մարմնի, մեր մաշկի վրա, որը հաստատ ավելի բարդ չի, քան այն, ինչ որ առաջարկվում է, որպես դրա այլընտրանք։ Իսկ ինչ է առաջարկվում։ Խոսակցության այլընտրանքը կոնֆլիկտը շարունակելն է, կոնֆլիկտը շարունակելը ուրիշ ձև չի լինում։